Ինգևորգյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես այնքան բամբասեցիկ բանակից զորահանդես են անում, ասում է Նիկոլ Փաշինյանը, այսօր էլ փորձ ա եղել, ձեր հետևում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ա, բերում են իրեն հրապարակ է մտնում, հիմա հետ պահների, խնդրեմ, զորահանդեսի հետ կապված ինչ ունեք ասելու։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար, այո առավոտյան տեսա համացանցում ծիծաղս եկավ, նաև ասեմ լացս եկավ, որ ունենք սենց չկայացած նախարար, ես միշտ ասել եմ ինք իրար լավ երազում է անգամ չեր տեսնի, որ այս պաշտոնը կզբաղեցնի և իրեն այսպես ասած մեքենայով մուտք գործի մեր հրապարակ և որտեղ իրեն բոլորը հավսար զգաստ կտան իրեն, համազգեստը փոխված է, մեր արկեստրի համազգեստը փոխված է, չգիտես ով է իր այդ ուղեղը մտցրել, որ պետք է այս գույն լինի, առաջ շատ սիրուն, կանաչ գույնի, սպիտակ վերնաշապիկներով, որը մեր այդ այո, սրա մասին է խոսքը, միշտ մեր այդ արկեստրը միշտ եղել է կանաչ գույն, համազգեստ եղել է մեր կանաչ գույն, այսինքն մեր էդի պարադնին էինք ասում, ոսկեզոծ աստղերով և սպիտակ վերնաշապիկով, սև գալստուկով, սենց է եղել մեր պարադնի համազգեստ ու շատ սիրուն է եղել, իրապես սենց մռայլ գույնի է բերել, ինչպես նաև ասեմ համազգեստն է սպայակազմը, որ պետք է հագնի, նույնպես թող ներողը լինեն ինձ զինվորականները թուրքին բնորոշ սպայի համազգեստա, թե գույները, թե իրա ձևը, այ ասեմ ինքը անգամ իրա պաշտոնում, իրա մասնագիտության մեջ չկայացած անձ էր, որպես դասատու ուսուցչուհի չկայացած էր, սա ոնց կարա ղեկավարի մի ամբողջ պաշտպանության նախարարություն, սա ոնց կարա, և ասել եմ, մի քանի օր առաջ իմ եթերի մեջ շեշտել եմ, իր այդ գլխի այդ չոլկան, նման է իրանց քարտեզին, որը բաժանում են ժողովրդին, և ասել եմ, դա իրա ծննդավայրի Ադրբեջանի քարտեզն է, որը գոյություն չունի, ոչ թե մեր Հայաստանը գոյություն չունի, այ էդի գոյություն, իրա ծննդավայրը գոյություն չունի, բարեփոխված բանակ ասում, սա է իրա բարեփոխված բանակը, խեղ կատակություն, անգամ զինանշանն են փոխել, շեշտեմ, որ անգամ զինանշանն են փոխել և այսօր ինչ-որ մեկը բացատրում էր, որ նախկինում զինանշանը սխալ է եղել, հիմա ճիշտ է, այդ 30 տարի բոլորս նայում ենք այդ զինանշանը սխալ էր, այս թուրքերն եկան, որոշեցին, որ պետք է ճիշտը կատարվի, ճիշտը որն է իրենց արած կարիկատուրան, որ իրենք ցույց են տալի, անգամ երեք հրապարակում էինք, ոտքով անցնում ենք այդ ծիծաղել է, ծաղրածուի տեխնիկան էինք նայում, վարդագույն գույներով և հանրապետության ետառը չկար գրված հանրապետության, այնքան սրանք մեր ազգի, մեր երկրի նկատմամբ այնքան ատելությամբ են լցված, որ անգամ է դրան ուշադրություն չեն դարձնում, Պապիկյան, մեկա, կաս են, ինչը կաս, են ասում է շորտ ու շնորքի գամ, էդ էլ քո վրա չի ազդի, ոչինչն էլ չի ազդի, ոնց եղել ես, ուհի, կմնաս ուհի, ինչ ուզում ես արա, մեկա էդ ես, քո եղած չեղածովդ, դու չես կարա փոխվես, անգամ դպրոցում աշխատելու ժամանակ, աշակերտները գրիչի մեջ թուղթ էին դնում և թքում էին հետևիցդ, Արաբկիրի շրջանում, երբ աշխատել է, և ինքը փորձել է այդ դասարանից հրաժարվել է, քանի որ չի կարողացել այդ դասարանը ղեկավարի և այդ դասարանը տվել են ուրիշ ուսուցչի, որը կարողացել է բավականին, կարողացել է դասարանը հավաքի, մի քիչ աշխուժ երեխեք են եղել այդ դասարանում, իդեպ շատ ցավով պետք է ասեմ, որ նաև մի քանի աշխուժ տղաներ զոհվեցին 44 օրյա պատերազմի ժամանակ, այդ դասարանի մասին եմ խոսում, մի հատ կոպիտ ասացված կբերեմ, Հայկը ասում է խոզի գլուխը ինչքան դնում ես խալու վրա գլորվում գնում է ցեխի մեջ, հիմա դու ես Պապիկյան։ Ինչու չեք զոհվել, գնայիք զոհվեիք, գնայիք
սենց նախարար, լինես պաշտպանության նախարար եւ ասես խիչեք զով էլ չասեց, խիչեք մեռել թե զով կենթանի, ինչ եք կենթանի։ Ես երեկել եմ, ինձ հարցազրույց են վերցրել, ասել եմ, այդ դեպքում ինչի է Ղարաբաղի կլանը կենթանի, որ այսօր մեկը խորհրդականը տա, մեկը օգնականը տա, մեկը աջ ձեռը տա, որ ընկած ոտերը տա լպստում գեներալ կոչումով, իրենք ինչ են կենթանի, իսկ վաբշե դուք ինչ եք կենթանի ձեր ՔՊ-ով։ Եթե ինքը մեր երեխեքի մասին ասում, ես էլ ասել եմ, ամբողջ ձեր ՔՊ-ի երեխեքին է վերաբերվում, այդ թուրքերը ինչ են կենթանի, վերից վար, ՔՊ-ի առաջի համարից միջև վերջի համար, հա, մեկ էլ իրա կողքի հուժբասը, որ անգամ խոսալ չգիտի, ասում է, ես չեմ կարող Արփինե Դավոյանը էր, ինչ էր, ասում է, ես չեմ կարող խոսել, որտեվ հուզված եմ, ոչ թե հուզված ես, այլ ընդամենը բառապաշար չունես խոսալու, դու մենակ կարաս հուժ պահես։ Ինչ խնդիր ունեն իրենք այդ մարդկանց հետ, ովքեր ողջ են մնացել, այսինքն եվրոպեական նպատակը պետք է լինի իր ժողովրդի, իր քաղաքացու ողջ լինելը նաև առաջին հերթին, իրենք բղավում կռվել տալիս դրա վրա։ Այ, նախ որ ողջ են մնացել, մեր այդ բոլոր ուժեղ տղաներն են, որ ողջ են մնացել, որ կռվել են, եւ ասում եմ ատելություն, սենց ատելություն, ոնց որ այս ՔՊ-ն է դեռ սովորում հայ ազգի նկատմամբ, սենց ղեկավար չենք ունեցել իրանց վատ կողմերով եւ լավ կողմերով, սենց չարաբաստիկ պաշտպանության նախարար չենք ունեցել, չարաբաստիկ, սրապես խեղ կատակ չենք ունեցել, լինես նախարար, ընկնես քարոզ արշավ անես, քարոզես անգամ քո ծննդավայրին մոտ տաշիրում չթողեցին դու խոսաս, այնքան ինքնասիրություն ունենայր, էլ դուրս չգայր։ Ընկած տեղընդեղ դռնե դուր, դու մի հատ քո բանակը ղեկավարի, դու չես կարող քո ստորաբաժանումները ղեկավարես, ուր մնաց սրանք ժողովուրդ ջան, պետքա շատ արագ հեռանան այս երկրից, որպեսզի ժողովուրդը կարողանա շունչ քաշի ու վերապրի մնացած իրենց տարիները։ Մենք տեսնում ենք, հա, որ իրենք փորձում են նորից այդ կեղտոտ բանը առաջ բերել, արցախցիների նկատմամբ գեներացնում են ատելություն, փորձում են, իհարկե չի ստացվելու, բայց դա է այս մասով, հա, ձեր տեսակետը, մենք էլ վերջերս Նիկոլ Փաշինյանը նորից բղավում է, որ Ղարաբաղի հաց չկա, վերջ այդպես, խնդրեմ։ Արցախը ով հանձնեց, Արցախը հանձնեց միանձնյա վարչապետը, ինքը տենց որոշեց, գնաց ստորագրեց, նաև ոնց որ ասում է, արցախցիների հետ կապված էլ չեք տեսնում, հենց արցախցին հարց է տալի, ոնց որ հարցակում գործեն այդ ժողովրդի վրա։ Գոնե ասեն, մարդիկ փախստական են, մարդիկ տունտեղ թողել են, իրա պատճառով տնից զրկվել են, իրենց այդ շիրիմներից զրկվել են, իրենց ամեն մեկը ծնող ունի հողարկավորված Արցախում, զոհված տղաներ, եղբայրներ, ամուսիններն են, գոնե ասի նորմալ վարվեն, բացատրեմ, ինքսենց հարցակում են գործում, եւ դա, եւ նախարար կոչեցյալը իրենք, իդեպ ասում է, չէ, որ եւ պատերազմն է բարդում զինվորականների վրա, եւ Արցախի հանձնումն է բարդում այլ մարդկանց վրա, նաեւ մի փոքր շեղեմ հարցից, 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ գեներալիտետը մեծ մաս դիմում էր, որ դիմի Ռուսաստանին, դիմի ODKB-ին, այս անձը այդ ժամանակվանից էր արդեն միանձնյա որոշում կատարում, որովհետև իր մտքին կար, որ Արցախը պետք է հանձնի։ Մեր զորքը կռվել է, մեր սպաները կռվել են, ճիշտ է, հանձնվել է, եղել են, որ հանձնել են դիրքեր եւ այլն, բայց առաջի 20 օրը բավականին ուժեղ եւ առաջ ընթաց ենք ունեցել եւ ասում եմ 18 տարեկան զինվորից, որոնք շատ մարտունակ են եղել եւ կռվել են, իրենք կռվել են, դու ես նման հրաման տվել, որպեսզի նահանջեն, քո կողմից նշանակված դավաճաններն են նահանջի հրամաններ տվել մեր զինվորականներին,
մեր գեներալները, նո ոչ բոլորը, հիմնական մասը եւ գնդապետները անընդհատ քեզ ասել են, երբ եկել ես նախարարություն, գտնվել ես բունկերում, որ դիմի Ռուսաստանին, կանգնեցրու պատերազմը, դիմի ՕԴԿԲ-ին, թող կարողանան օգնություն տան, դու չես դիմի, բայց չգիտես ինչի ժողովրդին ասում ես, ես դիմել եմ, ռուսները հրաժարվել են։ Եթե դիմել ես հանետ թուղթդ, որ կետերով ես դիմե ՕԴԿԲ-ին, հանի եւ հանրայցրու թող ժողովուրդը տեսնի, որ կետերով ես դիմե։ Արցախը հանձնել ես դու միանձնյա եւ այսօր ոչ մեկի վրա այդ մեղքը չբարթես։ Ամբողջ Արցախի հանձնման, ամբողջ 44 օրյա պատերազմի այդ այսպես ասած որ պարտվել է պարտությունը քո եւ քո ԿՊ-ի վրա է Նիկոլ Փաշինյան